Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի փետրվար ամսվա հորոսկոպը աղեղնավոր նշանի համար։ Սիրելի աղեղնավորներ, կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, լարված օրերը, մոլորակների դիրքավորումը։ Այս ամիսը կարևոր ամիս է լինելու, քանի որ շատ կարևոր միացում ենք ունենալու մոլորակների, ինչպես նաև ունենալու ենք արևի խավարում և Մերկուրի մոլորակը դառնալու է հետընթաց։ Ես արդեն 1 տարի է ինչ դադարեցրել էի հորոսկոպը ներկայացնել յուրաքանչյուր նշանի համար ամսական կտրվածքով, արդեն վերականգնում եմ և յուրաքանչյուր ամիս սպասեք նաև հորոսկոպի բոլոր նշանների համար։ Հորոսկոպը միշտ նայեք 2 նշանով, ասցենդենտի նշանով և արևի նշանով, առաջին հերթին անգամ ասցենդենտի նշանով, քանի որ դա ավելի հստակ ինֆորմացիա ձեզ կտա, եթե ասցենդենտի նշանով նայեք, կհասկանաք, թե ինչքան ճշգրիտ է ամեն ինչ համընկնում։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական հորոսկոպ, անհատական տարրո կանխատեսում, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում անձնական նամակով։ Այստեղ ասցենդենտի հետ կապված մոռացա նշել, որ եթե չգիտեք մինչև հիմա, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, բայց գիտեք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը րոպեների ճշգրտությամբ, կարող եք ինձ գրել ինստագրամում, տելեգրամյան ալիքում կամ այստեղ մեկնաբանություններում ձեր ծննդյան տվյալները, այսինքն ծննդյան օր, ամիս, տարի, քաղաք և ծննդյան ժամ։ Սիրով ձեզ կպատասխանեմ։ Եթե գիտեք ծննդյան ճշգրիտ ժամը և ցանկանում եք ծննդյան քարտեզը ձեր ունենալ, ապա ինձ ինստագրամում կարող եք գրել, ես կկազմեմ ձեր ծննդյան քարտեզը սկրինշոտ տարբերակով ձեզ կուղարկեմ, որպեսզի դուք արդեն հստակ տեսնեք, թե մոլորակները ինչ դիրքավորում են ունեցել ձեր ծննդյան պահին, քանի որ ես իմ կանխատեսումների ժամանակ միշտ աստիճաններ եմ նշում և ըստ այդ աստիճանների արդեն կարող եք հասկանալ, թե տվյալ իրադարձությունը ձեզ վրա կազդի թե ոչ և եթե ազդի, ապա ինչպես։ Այժմ անցնեմ և հերթականությամբ ներկայացնեմ մոլորակների դիրքավորումը։ Արևը մինչև փետրվարի 18-ը կգտնվի ջրհոս նշանում, դա ձեր 3-րդ տունն է։ Սիրելի ընկերներ, եթե ցանկանում եք ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ինչ-որ դասընթացների գնալ, ինչպես նաև մասնակցել ինչ-որ խմբակների կամ գնել ցանկացած տեսակի կապի տրանսպորտի միջոց, տեխնիկա, ապա հիանալի ժամանակահատված է դրա համար մինչև ամսի 18-ը, անպայման օգտվեք այդ ժամանակահատվածից։ Այստեղ ամսի 9-ը մի փոքր լարված է լինելու, դա վերջում արդեն կասեմ, թե որ օրերը շրջանցեք, բայց առհասարակ մինչև ամսի 18-ը նման իրավիճակների համար շատ լավ է, ինչ-որ պարզաբանումներ մտցնելու, բանակցություններ կատարելու եւ այլն։ Ամսի 18-ից հետո արևը կանցնի ձկներ նշան ձեր 4-րդ տուն եւ կարծես կակտիվանա ձեր 4-րդ սեկտորը, այսինքն տուն, ընտանիք, ընտանիքի անդամներ, անշարժ գույք, վերոնշյալ թեմաների շուրջ կարծես արևը կբերի էներգիա եւ եթե ինչ-որ գործողություններ պետք է ձեռնարկեք, ապա կարծում եմ, որ հենց այս ժամանակահատվածում դա կլինի։ Մերկուրի մոլորակը մինչև փետրվարի 6-ը կգտնվի ջրհոս նշանում ձեր 3-րդ տանը, բերելով նորություն, զանգ, նամակ կամ ինչ-որ փաստաթուղթ կապված ձեր հարևանների, գոլեգաների հետ կամ քույր եղբայրների կամ օրինակ մինչ այս գնացել եք դասընթացների արդեն այդ փաստաթուղթը կստանաք, Իհարկե Մերկուրին 3-րդ տանը նաև կարող է բերել ձեզ քննություններ, քննական շրջան կամ ինչ-որ կապի տրանսպորտի հետ կապված ինչ-որ փոփոխություններ։ Ամսի 7-ից սկսած Մերկուրին կանցնի ձկներ նշան և մինչև ամսվա վերջ այնտեղ է գտնվելու ձեր 4-րդ տանը, այսինքն ինչ-որ փաստաթուղթ կբերի ձեզ կամ ինչ-որ նորություն կբերի կապված ձեր մայրիկի հետ, ձեր ընտանիքի անդամների հետ կամ ինչ-որ փաստաթղթերի հետ։ Բայց քանի որ ամսի 26-ից սկսած Մերկուրին դառնալու է հետընթաց, հենց ձկներ նշանում ձեր 4-րդ տանը, ինչ-որ բան կարծես պետք է եւս մեկ անգամ կատարեք։ Սրա հետ կապված Մերկուրիի հետ կապված առանձին նյութ կունենամ եւ մանրամասն կասեմ ինչ է կարելի, ինչ չի կարելի անել հետընթաց Մերկուրիի ժամանակ եւ ինչպես այն ձեզ վրա կանրադառնա։ Վեներա մոլորակը մինչև ամսի 10-ը կգտնվի ջրհոս նշանում ձեր 3-րդ տանը, բերելով ինչ-որ ձեզ գումար կստանաք կամ ձեր քույր եղբայրներից, հարևաններից կամ ինչ-որ գնում կունենաք արժեքավոր Վեներան եւս արժեքավոր գնումներն են կապված հեռախոսի, տրանսպորտային միջոցի, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի հետ։ Իսկ ամսի 10-ից սկսած Վեներան կանցնի ձկներ նշան ձեր 4-րդ տուն, հնարավոր է ձեր ընտանիքի անդամները ձեզ օգնեն ֆինանսապես կամ դուք նրանց օգնեք կամ ուղղակի հաճելի նվեր ձեզ տան կամ դուք նրանց տաք։ Տան հետ կապված, եթե ցանկանում եք օրինակ տանը մի փոքր փոփոխություններ մտցնել, գուցե փոխել վարագույրը տան կամ ինչ-որ տան հետ կապված ինչ-որ
կոմֆորտի ինչ-որ իրեր ձեռք բերել, ապա ամսի 10-ից հետո շատ լավ ժամանակահատված է։ Մարս մոլորակը ամբողջ ամսվա ընթացքում գտնվելու է ջրհոս նշանում ձեր երրորդ տանը, Մարսը դա ահռելի էներգիա է, հնարավոր է լինեն տարաձայնություններ ձեր հարևանների հետ, քույր եղբայրների հետ, այս ժամանակահատվածում, այստեղ նաև շատ զգույշ եղեք ձեր հեռախոսների եւ տեխնիկայի, ինչպես նաև մեքենաների նկատմամբ հնարավոր է ինչ-որ անսարքություններ առաջանան եւ երբ Մարսը երրորդ տանն է, զգույշ եղեք եւ ճանապարհներին, որպեսզի չգերազանցեք մեքենայի արագությունը եւ հեռախոսների համակարգիչների նկատմամբ եղեք զգույշ, կարող են դրանք կոտրվեն եւ այլն։ Նման հարցեր կարող է լինեն։ Յուպիտերը շարունակում է գտնվել հետընթաց դիրքով խեցգետին նշանում, իսկ դա սիրելի ընկերներ ձեր 8-րդ տունն է, կարծում եմ, որ այս ժամանակահատվածում Յուպիտերը ընդարձակել էր ձեր կողմից աշխատած գումարները, այսինքն ձեր ընդհանուր գուցե ընտանեկան բյուջեն ավելացել էր, բայց դուք ոչինչ չեք անում, ուղղակի այսպես անընդհատ ինչ-որ տեղերից գումարներ եք ստանում, գուցե պետական համակարգից, բանկային համակարգից կամ ձեր զուգընկերոջ ֆինանսական դրություններ բարելավել։ Հետընթաց Մերկուրին այստեղ այս ամսվա ընթացքում կարծես ձեզ եւս մեկ շանս է տալու, որպեսզի ինչ-որ մի ձևով կարողանա կրկին գումար ստանալ։ Եվ մինչև ամառ, հունիսի վերջ Յուպիտերը գտնվելու է ձեր 8-րդ տանը, բերելով ձեզ գումարներ եւ առհասարակ գուցե ոչ միայն գումար բերի, այլ նաեւ ավելի շատ ընդլայնի ձեր հարաբերությունները։ Սատուրն մոլորակը փետրվարի 14-ից սկսած մուտք է գործելու Խոյ նշան եւ առաջիկա 2.5 տարիների ընթացքում գտնվելու է այնտեղ։ Մինչ այս արդեն 3 տարի է, 2.5-3 տարի Սատուրնը գտնվում էր ձեր 4-րդ տանը, բերելով սահմանափակումներ կապված ձեր ընտանիքի անդամների հետ, գուցե հարաբերություններն էին սառել մայրիկի հետ, ընտանիքի անդամների հետ եւ այլն։ Այս ամենը արդեն կմնա անցյալում եւ կանցնի արդեն ամսի 14-ից Խոյ նշան։ Այստեղ կարծես այս մի փոքր այս սահմանափակումները կբերի ձեր կյանք կապված ձեր երեխաների հետ կամ հարաբերությունների հետ։ Եթե ունեք սիրային հարաբերություններ, ապա հնարավոր է Սատուրնը կարծես ձեզ ստուգի, եթե ամուր են այդ սիրային հարաբերությունները, դրանք կանցնեն արդեն հաջորդ փուլ։ Իսկ եթե ոչ, ապա դրանք արդեն կսառեն հարաբերությունները վերջնական։ Երեխաների հետ եւս, ինչ-ինչ պատճառներով գուցե ավելի քիչ շփվեք այդ ժամանակահատվածում։ Եթե օրինակ սպորտով եք զբաղվում, գուցե եւս դադարեք սպորտով զբաղվել, ավելի քիչ զբաղվել։ Այստեղ շատ կարևոր միացում ենք ունենալու Սատուրն մոլորակի եւ Նեպտուն մոլորակի։ Ճշգրիտ միացումը կլինի փետրվարի 20-ին, բայց գուցե արդեն շատերը զգացել են այս միացումը կամ դեռևս առաջիկա ամիսների ընթացքում կարող եք զգալ, որովհետեւ թե Սատուրնը եւ հատկապես Նեպտունը շատ դանդաղ ընթաց մոլորակ է եւ բնականաբար շատ դանդաղ է ընթանում եւ այս միացումը երկար ժամանակ պահպանվելու է։ Սա կարծես նոր հիմք է լինելու, նոր կարևոր սկիզբ է տալու ձեզ այս միացումը, Եվ քանի որ 5-րդ տանն է լինելու, շատերը գուցե նոր հարաբերություններ սկսեն, եթե այս միացման ազդեցության ներքո սկսվեցին նոր հարաբերություններ, ապա դրանք կլինեն շատ ամուր եւ կունենա այդ հարաբերությունները երկար տարիների կյանք։ Սա կարող է խոսել նրանց մասին, ովքեր օրինակ երեխա չեն ունեցել երկար տարիներ, հնարավոր է այս միացումը հենց դա այդ երկար սպասված երեխան լինի ձեր կյանքում։ Նեպտունը առհասարակ դա մեր երազանքներն են, իսկ Սատուրնը կարծես օգնում է, որպեսզի այդ երազանքները չմնան երազանքներ, այլ հստակ քայլեր է ձեռնարկում Սատուրնը, որպեսզի կարողանանք հասնել մեր երազանքներին։ Սև լուսինը, սիրելի աղեղնավորներ, շարունակում է գտնվել ձեր առաջին տանը, այս ամսում շարժվելով 4-ից 7 աստիճան։ Սև լուսինը առաջին տանը դրական առումով դա դարձնում է մեզ ավելի գեղեցիկ, ավելի գայթակղիչ, բայց հնարավոր է սև լուսինը երբ առաջին տանն է գտնվում, ինչ որ մարդիկ մեր կյանք գան, որոնք այնքան էլ լավ չլինեն եւ փորձեն օրինակ իրենց օգուտի համար շփվել մեզ հետ։ Քանի որ այս ամսում շարժվելու է սև լուսինը 4-ից 7 աստիճան, բոլոր այն աղեղնավորները կզգան այս ազդեցությունը, ովքեր ասցենդենտով աղեղնավոր են, ասցենդենտը գտնվում է աղեղնավորի 4-ից 7 աստիճանում, կամ ովքեր ծնվել են ամսի 27-ից, այսինքն նոյեմբերի 27, 28, 29, 30։ Այս օրերի ծնվածներին զգույշ եղեք սիրելի ընկերներ, քանի որ սև լուսինը իր վախերը կարող է բերել ձեր կյանք եւ ինչ որ ոչ հաճելի իրավիճակներ կարող է բերել ձեր կյանք։ Հատկապես ինչը կապված է արտաքին տեսքի հետ եւ հարաբերություններում։
Հաջորդը անցնենք լիալուսնին, ամսի 2-ին լիալուսին ենք ունենալու առյուծ նշանում, մի քանի օր առաջ և 2 շաբաթ հետո այն իր ազդեցությունն է ունենալու։ Այս լիալուսինը ձեր 9-րդ տանը կլինի, իսկ 9-րդ տունը այն ամենն է, ինչը կապված է արտասահմանի, բարձրագույն կրթության հետ, այլ մշակույթների հետ և այլն։ Առհասարակ մասշտաբի հետ, հա։ Քանի որ լիալուսին է, այսինքն եթե դիմել եք մինչ այս ինչ-որ փաստաթուղթ ստանալու հետ կապված, գուցե անձնագիր փոխելու, գուցե վիզա ստանալու հետ կապված, ապա այս ժամանակահատվածում այս լիալուսնի ազդեցության ներքո դա դուք կստանաք։ Եթե պետք է արտասահմանում լինեք այս ժամանակահատվածում, հենց այսօրը զգույշ եղեք, ոչ հաճելի իրավիճակներ կարող են լինել, կամ գուցե ստանաք օրինակ փաստաթուղթ, երկար սպասված փաստաթուղթ արտերկրում բնակություն հաստատելու համար, կամ էլ այս լիալուսինը կարող է վերաբերել նաև ձեր բարձրագույն կրթությանը, այսինքն ինչ-որ նորություն կլինի այս ժամանակահատվածում, գուցե այսօր ուղղակի ավարտեք ձեր քննական շրջանը։ Կարծում եմ մոլորակների հետ կապված նշեցի, այժմ անցնեմ և ասեմ, թե որ օրերն են շատ լարված լինելու այս ամսում։ Փետրվարի 8-ը լարված է լինելու, Ուրանը և Վեներան կազմելու են 90 աստիճանի անկյուն, ձգտեք այսօրը հարաբերություններ չպարզել և ֆինանսական գործարքներ չկնքել, թանկարժեք իրեր չգնել։ Ամսի 9-ին Մերկուրին և Լիլիթը կկազմեն 90 աստիճանի անկյուն, այստեղ հատկապես դուք շատ զգույշ եղեք, քանի որ Լիլիթը գտնվում է ձեր առաջին տանը։ Այստեղ ինչից հա պետք է զգուշանալ, նախ այն ինֆորմացիան, որ այս ժամանակահատվածում կստանաք, չհավատաք այդ ինֆորմացիային, ամեն ինչ լավ մանրակրկիտ զննեք։ Եթե պետք է անշարժ գույքի հետ կապված ինչ-որ գործունեություն ծավալել, արկ վաճառք լինի, խորհուրդ չեմ տա ամսի 9-ին կատարել, մի փոքր սպասեք անպայման, քանի որ այսօրը բարենպաստ չի։ Փետրվարի 15-ը Արևը և Ուրանն են կազմելու 90 աստիճանի անկյուն, եղեք շատ զգույշ, այս օրը մի քանի օր առաջ, մի քանի օր հետո ևս, հա, հնարավոր է ինչ-որ տարաձայնություններ լինեն, վտանգ կա նաև բնական աղետների, տանը հոսանքի հետ շատ զգույշ եղեք։ Եվ ամսի 27-ը ևս շատ լարված օր է լինելու, մի 2-3 օր առաջ հետո ևս Մարսը և Ուրանն են կազմելու 90 աստիճանի անկյուն։ Շատ զգույշ աշխատեք սուր կտրող ծակող գործիքների հետ, կրակի հետ, պայթյունավտանգ իրավիճակներ կարող են լինել։ Հոսանքների միշտ ստուգեք, անպայման ստուգեք, հա, տանից դուրս գալուց արդյոք ամեն ինչ անջատել եք, թե ոչ։ Նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Մարսը նաև խոսում է արագության մասին, եթե պետք է մեքենայով կամ ինքնաթիռով ճանապարհ գնաք, իհարկե ինքնաթիռով ցանկալի չէ բնականաբար, եթե մեքենայով եք գնալու, ապա ճանապարհին եղեք շատ զգույշ։ Կարծում եմ, որ այսքանն էր կապված փետրվար ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, որ բաց չթողնեք գալիք թողարկումները։ Շուտով կհանդիպենք, ցտեսություն։ Սիրելի աղեղնավորներ, շատ կարևոր օրվա մասին մոռացա ես ձեզ նշել, ունենալու ենք Արևի խավարում ամսի 17-ին, որը առաջիկա 3 ամիսների ընթացքում դեռևս կզգացվի, կամ շատերն էլ արդեն 3 ամիս առաջ զգացել են այս փոփոխությունը։ Այս նորալուսինը լինելու է ջրհոս նշանում, իսկ դա ձեզ համար 3-րդ տունն է, այսինքն նոր էներգիա, շատերին կբերի նոր դասընթաց, նոր հեռախոս, օրինակ նոր համակարգիչ, նոր տրանսպորտային միջոց, նոր տեխնիկա, նոր կոլեգա, գուցե նոր հարևան, նման ինչ-որ հարցեր կարող են լինել, համենայն դեպս նորություն կմտնի ձեր կյանք, այսքանը։